Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 25-ի համար։ Բոլոր տարվա ծնված նշանների համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Պատուանելի բաց է, չգիտեմ կխանգարի թե ոչ, չեմ լսել նախորդ տեսանքը խանգարում է թե ոչ։ Դե բայց տիտիկներից էլ վլոց է, հուսով եմ ինքը ինչ-որ ձայն հատուկ չի գալիս, որ խանգարի ձեզ։ Գնայենք առնետների։ Ինչ է սպասվում առնետներին մայիսի 25-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը երկերսանի մարդիկ կան ձեր շրջապատում, որտեղ հաջողություն ունեք անմիջապես կամ հավաքվում են կամ իբր թե ձեզ համար ուրախ են այդ հաջողությամբ։ Նաև սեղանի շուրջ եք նստելու, միգուցե դա եք նշում, բայց այստեղ մասնագետի հետ ինչ-որ ելք եք փնտրելու կամ ելք եք փնտրելու այդ մասնագետին տեսնելու համար, բայց ձեր ձեռքից բաց եք թողնելու այդ հնարավորությունը, գուցե իրեն էր հարմար, ձեզ հարմար չէր կամ հակառակը։ Եվ տան հետ կապված հարցերում այստեղ արտասվում եք կամ հուզվում եք, միգուցե տոնը հյուրեր են գալիս, միգուցե առիթ է, ինչ-որ մի բան է, որը ձեզ այդպես այդ վիճակի մեջ է դնում։ Ոմանք պատրաստվում են հարսանիքի, ոմանք ամուսնության առաջարկ կստանան, կամ դուք կանեք, կամ շատ կարևոր օր է եւ միգուցե մտնում եք տուն, ձեր ամուսինը ինչ-որ հետաքրքիր բան է պատրաստել, կամ դուք եք ամուսինը մտնում, տեսնում եք ձեր կինը ինչ-որ բան է պատրաստել այդտեղ ձեզ համար շատ յուրահատուկ եւ հուզվում եք նաեւ, հա, այդ վիճակից։ Նաեւ սա գործարք է, որը կարող եք կնքել, միգուցե տան հետ է կապված, տուն եք գնում, տուն եք վարձում, հա, եւ դա կարող է լինել նաեւ այդ հուզմունքի պատճառը։ Որտեւ հուզմունքը հենց տան հետ է կապված, նաեւ տան անդամների։ Այսքանը ձեզ համար եւ հանկարծակի լուր կլսեք։ Ոմանցը հարսանիքի կրավ իրեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 25-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը բավականին էմոցիոնալ կլինեք, նաև ուշադիր եղեք, որպեսզի ձեզ չմոլորեցնեն, նաև ինչ-որ մի բան այդպես փուջիկի նման կպայթի։ Այստեղ կապված է կարծես թե հիվանդանոցի հետ։ Միգուցե ծննդաբերում են արդեն, հա, ժամանակն է, հուզվում եք, միգուցե ինչ-որ մեկն է հիվանդանոցում, դրա համար եք հուզվում։ Կամ այցելում եք հիվանդանոց, այդպես ինչ-որ պրոցեդուրաների համար, դրա համար հուզվում եք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերի։ Ինչ է սպասվում վագրերին մայիսի 25-ին։ Հարգելի վագրեր, այդ օր առավոտյան կարող վիճել ինչ-որ մարդկանց հետ։ Դե ուշադիր եղեք, նաև ոչ նամակագրական կապի մեջ կլինեք։ Սա նշանակում է ոնց որ կսկսեք խոսել, կամ կզարգանա այդպես։ Ինչ-որ մեկի հետ կարող խոսել նամակագրական կապով, օրինակ սոցցանցերով եւ զարգանա այդ խոսակցությունը, առաջ գնա։ Նաև կարող եք ստանալ ոչ փաթեթ, որը եւս հա ինչ-որ գործեր էր կանգնած եւ հիմա այդ փաթեթով ստանում եք, սկսում է զարգանալ, առաջ գնալ ձեր գործերը։ Նաև դա ինչ-որ փաստաթուղթ կարող է լինել, որը եւս էլի սկսում է այնպես անել, որ ձեր գործերը առաջ է գնում։ Եվ կտրուկ քայլ կանեք։ Կտրուկ քայլ, միգուցե անմտածված է, ինչ-որ անսպասելի մի բան տեղի կունենա, կամ կտրուկ որոշում կկայացնեք որևէ հարցի վերաբերյալ։ Կամ ձեզ մոտ ինչ-որ անսպասելի մի բան տեղի կունենա։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին մայիսի 25-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը տատանվում եք, ծանր թեթևականում, ընտրության առջև եք կանգնած առավոտյան շուտ արդեն։ Կգնաք ինչ-որ միտեղ կմնաք երկար, նաև ոմանք կարող են պարկել, հանգստանալ, կարող է առավոտյան կամ ամբողջ գիշեր լավ չեք քնել, հետո ցերեկը որոշում եք էլի պարկել, հանգստանալ։ Բայց այստեղ պարկել հանգստանալով դուք կորցնում եք որևիցե հնարավորություն, որ այդ ժամերին պետք է անեիք։ Նաև սա կարող է սպասում եք, որ մտնեք հիվանդատես, սպասում եք, որ ինչ-որ մեկին տեսնեք, ով որ հիվանդ է, այնտեղ կամ իր մոտ եք երկար մնում եւ էլի բաց եք թողնում ձեր հնարավորությունը։ Հանկարծակի հաջողակ լուր եք ստանալու այդ օրը, կփորձեք ձեր գործերը մի փոքր առաջ մղել, ելք եք փնտրելու, որ կարողանաք այն ավելի շատ առաջ մղեք, քան կարող եք ամբողջ օրվա ընթացքում։ Ինչ-որ հարցին ելք եք փնտրելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին մայիսի 25-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը օձեր կան ձեր շրջապատում, գուցե նաև սա վիշապ է, դե հնարավոր նաև ձեր տարիքի ոչ մեկն է, հա, վիշապ օձ ձերտեղ վիշապ չի կարող ընկնել, գուցե ձեր տարիքի ինչ-որ մեկի հետ եք հանդիպում, կամ իրոք օձեր կան նախանձ մարդիկ ձեր շրջապատում, չար մարդիկ, այդպես վատ վերաբերմունք։ Նաև հույսով լցված եք, հույսով սպասում եք ինչ-որ մեկին, հույսներ դել եք ինչ-որ բանի վրա, այստեղ կտրուկվեցեք, հայլ կանեք, սպասում եք, հա, տեսնում եք միգուցե չկա, կամ անսպասելի, ինչ-որ, եթե ինչ-որ բանի եք սպասում, որ անսպասելի այն տեղի կունենա։ Նաև լուսավոր մի բան է տեղ ունենալու ձեր մոտ, դա է, միգուցե անսպասելի, ոնց որ հույսները արդարանում են, հա, այդպես, ոչ է լուսավոր մի բան տեղի կունենա եւ ձեր տրամադրությունը կբարձրանա այդ օրը։ Բայց այստեղ երեկոյան ուշադիր եղեք, որպեսզի չվիճեք ձեր սիրելիների հետ եւ նաեւ հետո գորգռում եք։ Կարող է երեխաներն են, կարող է ընտանիքի մյուս անդամներն են կամ հենց ձեր երկրորդ կեսը։ Այնտեղ պետք է արդեն մի քիչ զգուշ լինեք իրենց հետ։ Այսքանը ձեզ համար, որովհետեւ քնելուց առաջ է ոնց որ։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք օձերին։
Ինչ է սպասվում օցերին մայիսի 25-ին։ Հարգելի օցեր, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև կարիերայում բարձրունք ունեք, գուցե առաջ խաղացում է, պաշտոն են տալիս ձեզ, կամ ավելի շատ է ձեր գործը, ավելի շատ են հաճախորդները հարցնում կամ պատվիրում, այդ օր նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ և հետո սպասում եք, գուցե խոսում եք, հետո գնում եք իր մոտ և այնտեղ սպասում եք, այստեղ կախված է թե ինչ մասնագետ է, ինչ է և կարող երեկոյան ուղղակի սպասում եք տանեցիներին, որ գա և պատմեք այդ օրը ինչ է տեղի ունեցել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք ձերին։ Ինչ է սպասում ձերին մայիսի 25-ին։ Հարգելի ձեր, ես բացել եմ պատոնը, որ մենք լսենք ծիտիկների ծլվլոցը, բայց ագրավի կրկրոսն ենք լսում։ Դե ոչինչ, շատ է մեզանից հեռու, մեզ ոչինչ չի անի։ Ուրեմն այդ օրը տան հետ կապված այստեղ կամ տուն եք վաճառում, գումար են տալիս, կամ դուք եք տուն գնում, գումար եք տալիս, կամ տան իրեր եք գնում, կամ առիթ է, այդպես ձեզ գումար են տալիս, կամ դուք եք գումար տալիս, կամ ծախսում եք այդ տան առիթի վրա։ Մի խոսքով ինչ որ տան հետ կապված հարցեր են, որը նաև գումարային է։ Մեկի մոտ մի բան կարող է լինել, կամ սառնան եք գնում։ Նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ, և ուշադրություն դարձեք նաև ձեր առողջությանը, կամ կարող է նաև բժշկի եք հանդիպում, կամ ոչ թե կոսմետոլոգի, դա է ցույց տալիս։ Եթե ոչ, ապա ուղղակի ուշադիր եղեք ձեր առողջությանը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին։
Ինչ է սպասվում այդ ծերին մայիսի 25-ին։ Հարգելի այծեր, այդ օրը երկար սպասված ոչ տեղեկատվություն կստանաք, միգուցե փաթեթ է, փաստաթուղթ է, գումար եք ծախսելու, այն էլ անսպասելի, դա կարող է լինել, նաև անսպասելի գումար կգա ձեզ մոտ, այնպես չեք սպասում, որ կգա այդ ժամանակ, նաև էմոցիոնալ կլինեք օրվա ընթացքում և էմոցիաներից դրդված, այդպես ուշադրություն չեք դարձնի և որևիցե հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք, դա այստեղ ուշադիր եղեք, և հանդիպում կամ շփում կունենաք ոչ կնոջ հետ, ինքը ինչ-որ մասնագետ է, բժիշկ է և այլն, գործերը կփորձեք այդ օրը առաջ մղել, հնարավորինս ինչքան որ կարող եք, և զարգացում ունեք, առաջ խաղացում, միգուցե հարաբերություններն են, միգուցե մեկ այլ հարց է, ինչ-որ մի բան է այստեղ, որը զարգանում է, առաջ է գնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին մայիսի 25-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը կամ շուտ եք արտանալու քնից, կամ ավելի ուշ երկար պարկել հանգստանալ։ Եթե հիվանդ ունեք, կամ դուք եք հիվանդ, կամ հիվանդանոցում ինչ-որ մեկը կա, ապա այդտեղ ամեն ինչը հաջողությամբ կանցնի, եթե ինչ-որ պրոցեդուրաներ ունեք, ինչ էլ լինի, եթե հիվանդել ունեք, ապա նա էլ ևս կապակինվի։ Ոչ տեղեկատվություն կստանաք,
Նաև փաստաթուղթ կստանաք, փաթեթ նույնպես, փաստաթղթերի հետ կաշխատեք։ Հանդիպում շփում կունենաք ոչ է կնոջ հետ, այդ կինը այդքան էլ լավը չէ, տեսակ թարախ կին է, ինքը այդպես է, ինքը ղարի դաման է, այսպես թե այնպես։ Նաև այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե երիտասարդ տղայի հետ, միգուցե նոր ծանոթություն է, բայց երեկոյան խոչընդոտներ կան, ինչ որ հարցին լուծում տալու համար խոչընդոտներ կան, նրանք պետք է կարողանաք կարգավորել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին մայիսի 25-ին։ Հարգելի ակաղաղներ, այդ օրը հուզված եք, հուզում են քիզ կողակ վիճել նաև ոչ է երկեսանի մարդկանց հետ, հասցնում են հուզմունքի աստիճանի և հետո արդեն չեք դիմանում և սկսում եք վիճել։ Նաև հաջողություն ունեք այդ օրը ինչ-որ գործերում, որ ինչ-որ հարցերում, նաև շփում, հանդիպում որևիցե և մեծ կնոջ, և տղամարդու։ Այստեղ կողը ձեր ծնողներն են, կողը մեկ այլ մարդ է, ով ինչ, հա, իրենք տարեքով մարդիկ են, միգուցե նաև ոչ է մասնագետներ են։ Եվ օրվա ընթացքում այստեղ գորգռում եք, ճուվճուվում եք, միգուցե ինչ որ պահ է դեռ հիշում եք այդ եկեղեցանիների արածը եւ դեռևս գորգռում եք։ Նաև հանդիպում կամ շփում կունենաք ոչ է երիտասարդ տղայի հետ։ Դա կարող է լինել նաև նոր ծանոթություն ոմանց համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շների։ Ինչ է սպասվում շներին մայիսի 25-ին։
Հարգելի շներ, այդ օրը ինչ-որ բան է փակ, ինչ-որ բան չի ստացվում առավոտյան, բայց հետո մեկ էլ հոպ, հաջողությամբ այն կլինի ձեզ մոտ։ Այդ օրը նաև հանդիպում կամ շփում ունեք, որ այդ է կնոջ հետ, նաև ոչ է տղայի հետ կապված ինչ-որ լուսավոր մի բան է տեղի ունենալու, գուցե ձեր տղան է, ամուսինը, նոր ծանոթություն, հին սեր, հա, այդպես ինչ-որ մեկն է, ով որ կամ իր մոտ է, հա, ինչ-որ մի լուսավոր մի բան տեղի ունենում, կամ իր հայտնվելն է ձեզ համար ինչ-որ լուսավոր մի բան եւ ուրախանում եք։ Երեկոյան կարող եք տատանվել, քնելուց առաջ, տատանվել, մտածել ինչ-որ մեկի մասին, ինչ-որ բանի մասին, եւ այդպես ընտրության առջև կանգնածնել մտածել ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի մասին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազների։ Ինչ է սպասվում վարազներին մայիսի 25-ին։ Հարգելի վարազներ, այդ օրը ոչ է նամակ կստանաք տեղեկատվություն, հնարավոր ինչ-որ բան եք ստորագրում, փաթեթ եք ստանում, նաև ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք օրվա ընթացքում, հանդիպում կամ շփում որևիցե կնոջ հետ, լավ կին է, երկար սպասված տեղեկատվություն կստանաք եւ ասել ինչ-որ գուցե ինչ-որ փաթեթ է, ինչ-որ կարևոր մի բան է ձեզ համար եւ երեկոյան հանկարծակի լավ լուր, դա հաջողակ լուր է ձեզ համար, հա, եւ լուսավոր մի բան է տեղի ունենում, որը ձեզ շատ է ուրախացնում, ձեր տրամադրությունը կբարձրացնի։ Այսքանը ձեզ համար հիանալի օր է, թանուր։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։